Մեկ ամիս շարունակ մարտի 10-ից մինչև ապրիլի 10-ը Մաշտոցյան մատենադարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Շուրիշկանի ավետարանը, ժամանակավոր հատուկ ցուցադրությամբ, որով մատենադարանը տալիս է իր նոր Թաքուցյալ Մատյաններ նախաձեռնության մեկնարկը։ Քարոզչական այս նախագծի առանցքում մատենադարանի նոր գիտացուցադրական քաղաքականության սկզբունքն է մեր բացառիկ արժեքները մշտապես պահել հանրային ուշադրության կիզակետում։ Թաքուցյալ Մատյաններ այս շարքով ուզում ենք մշտապես նորոգել մատենադարանի հանդեպ հանրային հետաքրքրությունը, մշտապես մատենադարանը պահել տեղեկատվական դաշտի կիզակետում եւ հենց այս նախաձեռնությամբ մենք պարբերաբար պահոցից դուրս կբերենք բացառիկ ձեռագրական նմուշները, տարբեր պատումներ կան ձեռագրերի հետ կապված, հրաշապատումներ կան, ժողովրդական բանահյուսություն կա, կամ այդ ձեռագիրը ներկայացնում է բացառիկ գեղարվեստական արժեք, մանրանկարչական դպրոցի բացառիկ մի դրսևորում։ Շուրիշկանի ավետարանը, որ Բարսեղ քահանան գրել եւ նկարազարդել է 1498-ին, Վասպուրականի Քաջբերունիկ գավառի Ասպիսնակ գյուղում շուրջ 3.5 դար պահպանվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում։ Իր երկարամյա դեգերումների ճանապարհին ավետարանը հրաշագործ եւ խնդրակատար Սուրբ գրքի համբավ է ձեռք բերել եւ հազարավոր ավանդույթներ են պահպանվել նրա ախտահալած եւ ամոքիչ զորության մասին։ Մատենադարանի նվիրյալներից այդ առասպելներին քաջատեղյակ էր նախկին գլխավոր ֆոնդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը։ Հատկապես իրանահայության մեջ է շատ տարածված այդ հրաշքները եւ գրեթե մի ընտանիք չկա, որ նման պատմություններ չունենա։ Այս տարիների ընթացքում օրինակ մեր հանգուցյալ Գևորգ Տեր-Վարդանյանի մեր ֆոնդապահից է շատ լսել այդ պատմությունները եւ մի քանիսին ես եմ ականատես եղել։ Արդեն 2 տասնամյակից ավելի է, որ նկատի ունենալով մեր ժողովրդի Շուրիշկանի ավետարանի զորությամբ հանդեպ անսասան հավատն ու պաշտամունքը ամեն տարի մեկ օրով այն տարվել է Մողնու Սուրբ Գևորգի եկեղեցի, բայց այս տարի մեկ ամսվա ընթացքում բացառիկ Մատյանը հասանելի կլինի ոչ միայն ուխտավոր այցելուների, այլև զբոսաշրջիկների համար, սակայն նոր նախաձեռնությունը նաև չափազանց կարևոր ուղերձ է ծրագիր Մատյանների սեփականատերերին։ Յուրաքանչյուր հայի պարտքն է իր տանը թաքցրած նկուղներում, տարբեր պահարաններում, որտեղ տարրական պայմաններ չկան ձեռագրի անվտանգ գոյությունը ապահովելու համար, պետք է ունենան այդ համարձակությունը, օրինակ վերցնեն իբրև Շուրիշկանի սեփականատերերի քայլը եւ բերել այնտեղ, որտեղ երաշխավորված է ձեռագրի հավերժ գոյությունը եւ մասնագիտական խնամքը։ Թաքուցյալ Մատյաններ նախագծի ընթացքում տարին մի քանի անգամ մատենադարանի պահոցից մեկ ամսով դուրս կբերվեն մեծարժեք ձեռագրերը եւ բնավ պարտադիր չէ, որ դրանք խնդրակատար ուժ ունենան, այլ պետք է մեր հոգեվոր գանձարանի խորհրդանիշ Մատյանները լինեն, ինչպես օրինակ Վեհամոր ավետարանը։ Նունե Ալեքսանյան, Հովանես Քյոսեյան, լուրեր։